Ինձ ճիշտ ասած անհանգստացնում է շատ ավելի կարևոր հարց այն է, որ 21 մայիսին վերջանում է Արցախի ազգային ժողովի լեգիտիմ ժամանակ։ Հիմա այսօր փաստորեն ինչ է մնացել 40 օր է։ Դա վերին աստիճանի անհանգստացնող է եւ այն պատճառով, որ ես լինելով մասնակից այդ միավորման էջի շատ եմ ընթերցում, որ պետք է գնալ դրանց բոլորին հանել, ոչնչացնել դա, մենք ինքներս մի շենք վերցնենք, այդտեղ բան։ Գիտեք, դա այնքան վտանգավոր բան է, եւ ես ասեմ ինչու։ Այն նոր ասվեց, որ թիմը, ես էլ եմ իրենց կոչում թիմ, իշխանավորների թիմ է, դա որովհետեւ չեն իրականացնում իշխանությունը, այլ իրականացնում են իրենց թիմային նեղ այդ շահերի իրականացման գծով են գնում։ Հիմա նայեք, ես չեմ կասկածում, որ այսպիսի իրավիճակում անգամ եթե մի հոգի կա, որը գրում է դա էջի վրա, պետք է ասեմ, որ այդ էջը ավելի շատ ուսումնասիրվում է հատուկ մարմինների կողմից, քան ընթերցվում է արցախցիների կողմից։ Ես դա մի քանի արցախցու հարցրել եմ, որ չտեղյակ են, թե տեղ ինչ է կատարվում։ Հիմա դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այս թիմը օգտագործելու է արցախցիներին Արցախը դելեգիտիմացման համար։ Եվ բոլոր մեր այդ լավագույն զրույցները լինի ընդհանուր Հայաստան, որովհետև ես դեռ չտեսա հակադրության մեջ, ես վարպետ եմ համադրության, եւ եթե համադրենք արդեն 3 հոգու ասածը, ապա մենք կանգնած ենք վերին աստիճանի վտանգավոր մի օրվա մեջ, օրը, այսօր հաշվենք, որ այսօր արդեն վտանգը վրա է հասել։ Հիմա դա է խնդիրը, որ մենք պետք է մտածենք, որ այդ ինչ ենք անելու, որովհետև ով է ձեզ ասել, որ կամ միավորումը, կամ ջենեզիսը, կամ հայաքվեն տիրապետում է ամբողջ հանրության, հասարակություն չասեմ, հանրության դաշտի։ Ով է ձեզ ասել, որ վաղը չի գտնվելու մի 100-200 հոգի, որ գնան եւ ասեն դուրս եկեք այդտեղից, դուք ոչ մի բան չեն արել, ոչ մի բան չեն արել, հասկացանք։ Բայց դա միակ լեգիտիմ ներկայացությունն է Արցախի։ Միջազգային հանրության հետ մենք կարող ենք առայժմ խոսել միայն լեգիտիմ մնացած կապ չունի, նրանք լավ են աշխատել, վատ են աշխատել, որևէ մեկը չի կարող նախևառաջ Սամվել Շահրամանյանի հետ թուղթը վերցնել, որպես դա Արարատ Միրզոյանի հերթական անմեղսունակության նշաններն է, որ մինչև այդ ասում էր Ալմա-Ատայի հռչակագրի մասին, հիմա սկսել է խոսել Սամվել Շահրամանյանի թղթի մասին։ Այսինքն մենք պետք է բոլոր դեպքերում, ես ուզում եմ Խաչիկի ասածը եւ ձեր երկուսից ինչ էլ որ լինի մենք պետք է նախ ունենանք մի կոնցեպտ, որով կարողանանք դիմադրենք այդ հստակ վտանգին։ Այն է 21-ից մայիսից հետո մենք կարող ենք այնպիսի մի պահի հետ առնչվել, որ դա հավասարազոր կլինի 23 թվականի 19 սեպտեմբերին։ Բայց դա արդեն տեղի կունենա Հայաստանի իշխանության կողմից, նա առնվազն այդ դերակատարությունը կատարող թիմի կողմից։ Ես կարծում եմ, սա պահանջում է շատ ավելի խորքային, ինչ որ մասնագետների, ինչ որ ոչ միայն իրավաբանների, այլև դիվանագետների, այս քրքի մեջ եթե ինչ որ ունեք, մի տեսեք մենք ինչ ենք անում։ Իրոք մի բուր ժողովուրդ ենք, չգիտենք ով ուր է գնում։ Այսինքն չենք կարողանում ենք, եթե մենք դա չկարողանանք կանխենք այսօրվանից սկսած, մեր բավականին լավ առաջարկությունները ուղղակի լինելու են առոչինչ։ Ինձ դա ավելի շատ է հուզում, ես ուրախ եմ, որ Արտակը Բեգլարյան այստեղ է, որովհետև ինքը եղել եւ իշխանության մեջ։ Ես կարծում եմ, որ այս խնդիրը մեզ պետք է այսօր ոչ կարող է ոչ այդքան մեծ խմբով, կարող է առանց մեզ բոլորովին ուրիշ մարդիկ, որոնք որ ավելի ունակ են, մենք կարողանանք գտնենք լուծումը դա։ Ես չեմ հասկանում, օրինակ իշխանությունը ոչ մի խոչընդոտ չունի 21 մայիսից հետո եւ հանել այդ ներկայացությունը, չկա, ոչ մի խոչընդոտ չկա եւ այսպես առաջ դրած սեղանի վրա ծրագիր, որը պետք է իրոք գնա, ես միայն մի ուղում, ոչ թե ձեզ մեր օգնությամբ, այլ մեզ բոլորիս
քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անոնից պետք է գնա եւ սոցիալական պահանջ եւ եթե մենք ուզում ենք ասենք որ դա հայերի Հայաստանի հայության հարց է ուրեմն մենք պետք է ոչ թե ասենք իրենք գրեն մենք միանանք մենք պետք է միասնական ուժով գնանք սա է նպատակը ես կարծում եմ այսպիսի հավաքների հակառակ պարագայում այո այդ պարակտումը ոչ միայն կշարունակվի այլ կներեք շատ վատ արդյունքներ կբերի վերջերս մի պաշտոնյայի տիկին թույլ է տվել իրեն այն ինչ որ Կուկլուս Կլանը չի թույլ տալիս իրեն չկա այդպես domestic discrimination կոչվածը այդ ինչ բան է եւ ում են առաջ տանում կանանց ով է տանում առաջ գիտենք ով է բայց այդ ստացվում է որ մենք այնքան անշնորհք ու անուժ ենք որ մեզ հետ կարելի է այդպես վարվել երբևիցե չմտածեք որ իրենք թույլ են մենք ուժեղ այսօրվա օրով նրանք հլա մի մազաչափ չեն շեղվել իրենց ծրագրից իսկ ծրագիրը եղել է ու մնացել է 18 թվականից հիշում եք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ասեց այո ես պետք է 2018 թվականին ասեի որ Արցախը դա Ադրբեջան է ասել է ես մի խոսք ինձնից չեմ հնարելու բոլորը մեջբերումներով եմ անելու եւ այդ առումով մենք պետք է հստակեցնենք որ այդ թիմը 18 թվականին եկել է իր ծրագրով այդ ծրագիրը երկու մեծ այսպես միասնական բայց երկու մասից բաղկացած Արցախը օր առաջ բռնակցել հանձնել Ադրբեջանին Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ Ադրբեջանի կցորդը այն ինչ որ մենք հատվածական նայում ենք բոլորը դրա մասին են խոսում հիմա մենք փաստորեն գործ ունենք ոչ թե կրկնում եմ իշխանության հետ այլ մենք գործ ունենք իշխանավորների հետ որոնք այսօր անշեղորեն իրականացնում են այն ծրագիրը ինչի համար իրենց բերել են թե իրենք եկել են դա արդեն ուրիշ հարց է որը իրականացնում են մեր աչքի առաջ մենք ողջ ենք ես միշտ ասում եմ նայեք ես ողջ աշխարհը ստարան ինձնից ես լուզեր եմ, հասկանում եք, ես տանուլ տված կողմ եմ։ Ուրիշ բան է, որ ես երբեք չեմ գտնում, որ պատմությունը վերջ ունի եւ պետք է պայքարը տասնապատիկ ավելի խելացի եւ ավելի ինչպես ասեմ, նպատակասլաց մենք բարենք։ Սա է իմ դիրքորոշումը, դա է ինձ ուժ տալիս ապրելու, դա է իմ հստակ ուղեցույցս կյանքի մեջ ու ես կարծում եմ որ ցանկացած մարդ որը շնչում արտաշնչում է եթե նա ոչ միայն ստամոքս ունի պետք է կարողանա այս օրերին ուղղակի ուժեղանա այս ամենը մեզ պետք է ուժեղացնի ես դա եմ տեսնում եւ կարծում եմ որ ահա այդ խնդիրը եւս պետք է թե խորհրդի թե միավորման ուղղակի այսօրվանից վաղվանից սկսած հատուկ քննարկման հարց դառնա